Պապին չէ լավ ներսը։ Ոչ մի բան։ Ախես մի տեսակ։ Բա ոնց ելնեմ Գրիշո։ Չնայած գիտես մի հատ լավ երգ միացա ու քաշի աչք կանգնի միասին իջնենք պարենք։ Համ էլ տրամադրություններս լավ կլինի։ Հիմա արես դու արա։ Չես հասկանում ինչա կատարվում։ Հա դե պապժան Լեային էինք ման գալիս, զանգեցինք, իմացանք տանն արդեն, հիմա չես sense բորբոքվե։ Բացի այդ չեմ ուզում քեզ վատ զգաս, առանց հետը սիրտդ լավ չի։ Ուրեմն տես ինչ ես անում Գրիշո։ Այսօր գնում ես մանանին բերում ես մեր տուն, հասկացար ինձ։ Հա? Ասում եմ այսօր գնում ես մանանին բերում ես մեր տուն։ 1000 կներես ինձ պապջան, բայց պետք է հարցը տամ։ Էդ ի՞նչ կատարվավ ներսը, որ sense որոշումներ եկար։ Ինձ տար տուն ու գնա այդ աղջկան բեր։ Ինչ ա եղել մանան։ Գնա չեմ ուզում հետդ խոսամ։ Որտեղից ես գալիս։ Տնից ես գալիս։ Դավոյին ու պապին հոմ բան չի եղել մանան։ Ինձ է ինչ որ բան եղել։ Գիտեմ քեզ այդ չի հետաքրքրում, բայց գոնե հարցնելուց ձևացրու, որ մենակ Դավիթն ու պապին չեն քեզ հետաքրքրում։ Փողոցում եմ։ Ոչ մեկիդ չունեմ։ Ոչ մեկդ կողքս չի ու չի էլ լինի, որովհետև ես ձեր ուզած կյանքով չեմ ապրում։ Ես ձեր արժե համակարգերի համար կամ շատ ծանր եմ տանել չեք կարողանում, կամ շատ թեթև եմ անընդհատ դուրս եմ ընկնում։ Շատ վատ եմ, Լեո։ Չեմ իմացել, որ դու իրանց տանն ես լինելու։ Չէի գա ու քեզ վատ վիճակի մեջ չէի դնի։ Ընդհանրապես չէի ուզում գնա իրանց տուն։ Հարցիս պատասխանի։ Պապին ու Դավոյին հոմ բան չի եղել։ Քշի Սարիկ։ Ախպերս բա մանան է։ Քշի։ Ճիշտ եմ արել, ու ավելի ճիշտ կլիներ չվերադառնալը։ Ուղղակի չեմ կարողանում ընտանիքիս վրայով անցնեմ, մամ։ Հիմա հայրդ կգա ու պատերազմ կլինի։ Ինչ անեմ։ Թաքնում եմ, որ չտեսնի։ Չգիտեմ։ Այդ դեպքում ինչ ես եկել իմ սենյակ։ Դուրս արի։ Ես ինչ ձև ես ինձ հետ խոսում Լեա։ Որովհետև պապան կարա քո աչքի առաջ մեզ տրորի, չթողնի ապրենք, իսկ դու մեկը ասես հունանը ճիշտ է։ Կներես, բայց ես չեմ պատրաստվում քո ու պապայի ճշմարտության հետ հաշվի նստեմ։ Էլ երբեք ինձ հետ նման կերպ չխոսես։ Դու չգիտես ես ինչ կռիվներ եմ արել ու անում ձեզ համար։ Ու եթե անգամ երբեմն ասում եմ, որ հայրդ ճիշտ է, այդ նրա համար եմ ասում, որ այս ընտանիքում ամեն մեկն իր տեղում մնա։ Չի ստացվում, մամ։ Էլ մի արա։ Դու պապան ձախողել եք այս ընտանիքը։ Ստեղ սեր չկա։ Ստեղ իրար վրա ծանրություն, դժվարություն, պարտականություն դնող մարդիկ են։
գնա սենյակից, մամ։ Ես ուզում եմ մենակ մնամ։ Ես էլ պիտի պապայի հետ պատերազմին պատրաստվեմ։ Արիսար։ Անցի առաջ, ոնց որ առաջին անգամ ես ներդում եկել։ Լավ, դարձա։ Բարև ախպերս։ Լավ ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ։ Բարև պապի։ Բարև Սարիկ ջան։ Այդ լսել եմ Հունանն է, հա եկել։ Լավ։ Հետո ինչ էր ուզում։ Որ ասեմ եկել էր իմանալ ոնց եմ կհավատաս։ Լեայի հետևից էր եկել։ Բա ոնց ճամփեցիք, ինչ ա արել։ Ոչ մի բան էլ չարեց։ Պապին լենց տվեց գլուխը վրան ֆռած։ Ինչ լավ եմ արել։ Դեռ քիչ եմ արել։ Ջոգումս պապս նենց է գժվել կպցրել ամրթին։ Յատը տղաչ խոսելա ոչիդ վերջ տուր, հա։ Գնալով փոխանակ խելք հավաքեք, դառնում եք անգրագետ։ Դե հետ էր մնում էլի պապի։ Սաղ տեղն էր, մնում էր մի հատ էլ գրագետ սկսեինք խոսալ։ Լավ, մի հատ հիմա այդ քո հերոսություններից պատմի։ Այսինքն քո չէ, ձեր։ Լեային էինք փախցրել։ Խնդրեմ, որ ասում եմ գնալով խելքներդ գցում եք չեք հավատում։ Ալու դա ախպերս փախցնելը ո՞ն է, ինքը իր կամքով եկավ նստեց ավտոն։ Իսկ հիմա ուր է։ Գնաց տուն։ Տղերք, կներեք իհարկե, մի անհամեստ հարց տամ։ Դուք ապուշ եք։ Դե պապի։ Ինչ այդ ա, ես ինչ եք անում։ Գլուխս են կորցրել պապ ջան, լես սպասեմ մի քիչ լավանամ։ Վերջ ինչ եղավ, ինչի հետ գնաց, կռվել եք։ Չէ, պապի չենք կռվել։ Ուղղակի խնդրեց տուն տանեմ, որ ավելորդ խնդիրների մեջ չընկնենք։ Լույսը բացվի, հասկանանք այս հարցը ոնց ենք լուծում։ Այ քեֆս բերում այդ երեխան, լուրջ եմ ասում։ Լավ, բա ինչ ես մտածում, ինչ ես անելու։ Ես չգիտեմ դավու։ Ուղղակի չգիտեմ ինչ պիտի արվի։ Գլուխս պայթում է, գնամ կոֆե դնամ, կխմեք։ Ես չեմ խմում։ Ես էլ չեմ ուզում։ Դե որ տենց է, ես ու Սարոն կխմենք։ Դե լավ, պապի տենց մի նայի, անգերոջս ով մենակ չէի թողելու։ Որ ասեր գնում եմ կամուրջից ինձ ցած գցեմ, գնալու էիր։ Լավ էլի պապի։ Քեզ էլ երևի պետքա սիստեմատիկ քոտակեմ, հա, Սարո տղա։ Լավ, արի նստենք։ Գնում եմ անան հետևից ես։ Ես ոչ մի բան դաշ չի լինում, անպայման պիտի սատկացնեմ, որ հասկանաս, չէ՞ խոսա։ Պապ, թող ինչ ես անում։ Պիտի անպայման ծեծու ջարդանեմ, որ հասկանաս, չեմ հասկանում։ Պապ, բաստո։ Դուրս ացիելը։ Հիմա երեխա, ծերեկ։ Հոգեկան հիվանդ, ինչ ես անում։ Արդեն ախր եք դրա որ լեայի խփում ես։ Դու հանգստացի։ Կսպանեմ քեզ ունա, կսպանեմ։ Հանգստացու շատիրից նայի։ Երոնին ապավայի։ Գնա սենյակ քաղաքների իրերը տավաքի արագ։ Արագ։ Ոչ մի տեղ չեն գնում։ Ասեցի գնա սենյակ արագ հավաքվի։ Ինձ լսի։ Ես քեզնից բաժանվում եմ, հասկացար։ Թքած ունեմ ով ինչ կմտածի։ Հասնենք նրան, որ դու Լեայի վրա ձեռ ես բարձրացնում։ Ես ամեն ինչի կգնամ, նույնիսկ պետք լինի քեզ կսպանեմ, բայց թույլ չեմ տա աղջիկս մտածի, որ աշխարհում որևէ մեկը կարող է իր վրա ձեռ բարձրացնի, հասկացար։ Բաժանվում ես,
հա։ Բաժանվի։ Հենց հիմա ու հենց այստեղ։ Որևէ մեկին կյանքում թույլ չեմ տա իմ հետ սենց վարվի, ոնց որ աղջիկը տավարվում։ Հասկացա՞ր։ Բաժանվում ես, հա։ Բաժանվի ու գնա։ Գնա։ Աղջիկա տար հետ կտանես, չմոռանաս։ Ու կտանեմ։ Գնա։ Հա Գրիշ, Ուր ես։ փողոցում նստած։ Դե լավ էլի վերանացի քեզ ասեցի ինչ արել, ունչի մտար։ Գրիշ, չեմ կարա մերոնց հետ չխոսամ։ Խոսացիր, մեջն ինչ կա, Մանան ջան։ Այդ մարդիկ ոչ քեզ լսում են, ոչ էլ փորձում են հասկանալ։ Քանի անգամ պատի տնից դուրս գցեմ, որ հասկանաս։ Գրիշ, խնդրում եմ, էլի արի հետևիցս։ Մենակ վախենում եմ ստեղ։ Գալիս եմ կյանքս, մենակ ասա ուր ես։ Մեր փողոցում եմ։ Լավ, բայց չանջատես հետս կապի մեջ եղի միջև հասնեմ։ Սա նեղացնելու աղջկան։ Գիտեմ, բայց չգիտեմ ոնց օգնեմ։ Հիմա ոչ մի ձև չես կարող օգնես ախպերս։ Պիտի գար մեր հետ։ Որ մնացել է, մա պետքա դիմանա։ Միջև հասկանանք ինչ ենք անելու։ Ախր իրան էլ չեմ մեղադրում, իրան էլ եմ հասկանում։ Ընտանիքին դեմ է գնում, Բայց դա չկա Լեո։ Մե հունանի ու գրիշկի հետ մի տան մեջ ապրել կլինի։ Դրան գիժ են գնալով ավելի եմ համոզվում։ Երկու անգամ էլ ցես դեպլինի հետ խեղճ աղջիկն էլ է գժվելու։ լավ, բա ինչ անեմ։ Չգիտեմ, հիմա իրոք չգիտեմ ինչ ասեմ։ Բա տենում ես։ Ախպերս։ Հիմա մեծ հարց եմ ուզում տամ։ Կներես, որ անդրադառնում եմ այս թեմային։ Պետքա գնամ Մանանի հետևից։ Չէ, բրատ, պետք չի։ Լավ, հասկացա։ Վերջել չես լացում։ Ինձ նայ։ Էլ չես լացում, հասկացար։ Ասա տաքսի։ Հասնում եմ։ Ասել ես, որ բակ մտնում։ Հա։ Սրանց հետո հանգիստ կապրես։ Ես քեզ հետ մենակ եմ թողնում։ Ֆանտաստիկն է վրա։ Չմտածես, որ իմ մենակ մնալը ձեր մենակ մնալու հետ ուղիղ համեմատական է։ Ես չէի էլ կասկածում, որ տենց ես ասելու։ Դե հա։ Դու ինձանից լավ ես ճանաչում։ Էլ չէ։ Դու ամեն օր փոխվում ես։ Օրեցօր ուրիշ մարդ ես դառնում։ Դե զգուշ կլինեք այդ դեպքում։ Որովհետև մի օր անց կփոխվեմ։ Ամեն ինչի ունակ կլինեմ։ Մի օր։ Գնա։ Այստեղ ապրում չնորսես։ Ուր են գնում։ Տուն, ուր։ Ինչ տուն։ Մեր տուն, ինչ տուն։ Լավ էլի Գրիշ ձեռ ես առնում։ Աղջիկ ջան, ուրիշ ժամանակ դու ես ասում գամ ձեր տուն, հիմա ասում արի ձևեր ես թափում։ Չէ, ինձ տար Լիլիթ հենց։ Լսի դու ընդհանրապես հասկանում ես ինչ ես ուզում ես կյանքից։ Հա, այս պահին ուզում եմ Լիլիթ հենց տուն գնամ։ Այս բանը խելոք նստում ես ավտոն գնում ենք մեր տուն, վերջ։ Չէ, Հա, չէ ասեցի։ ասեցի հա, արի։ Այնքանավոր քո ուզածը լինի, չէ։
Յանի դու էլ դժգոհ ես, էլի։ Դժգոհներ քեզ հիմա պոլերով էի տվել։ Չէ, ուղղակի փորձում եմ քեզ հասկանամ ու չհակաճառեմ։ Վայ, սիրտս լցվեց։ Հեսա մի բան կլինի հետս, նստի։ Էրնա ջան, հյուր ունես։ Ոնց ես Էրնաս, ցավը տանը։ Ավո ինձ հենց հիմա տար ստեղից։ Բայց չէ այդ ցավը տանում։ Դու պիտի մնաս այստեղ ու հանգիստ բուժվես։ Ավո խնդրում եմ ինձ տուն տար ստեղից։ Էրնա ջան, տես քո մոտ ոչինչ չի փոխվում։ Ոչ մի բան քեզ դաս չի լինում։ Սա էլ քեզ չփոխեց։ Ես էլի խոսում եմ, դու էլ ինձ ընդհատում ես, դու էլ ինձ չես լսում։ Խնդրում եմ տար ինձ ստեղից։ Ասում եմ Ավո ինձ տուն տար։ Դու կարող ես գիտես էսի Ավոյի հոր հոգեբուժարանն է։ Ավո երբ ուզի ում ուզի տանի բերի։ Շնորհքն էլ լավ բան ինչ կասեն։ Ավո ես չեմ ուզում այստեղ մնամ, խնդրում եմ ինձ տուն տար, աղաչում եմ։ Քո ուզելը շատ քիչ է, Էրնա ջան, դու պիտի բուժվես, դու պիտի մնաս, որ դզվես։ Ավո դու գիտես, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է, խնդրում եմ ինձ տուն տար, չես հասկանում։ Քո մոտ ոչ մի բան էլ նորմալ չի։ Կամ էլ իմ գալը քեզ ավելի վատացրեց։ Ավո չեմ գնա, խնդրում եմ ինձ տար տուն էստեղից, խնդրում եմ, Ավո խնդրում եմ տուն տար։ Դու գիտես չէ որ իմ հետ ամեն ինչ նորմալ է, տուն տար, խնդրում եմ, Ավո։ Բժիշկ, աղաչում եմ, Ավո խնդրում եմ ինձ։ բժիշկ, խարվածում է։ Ավո խնդրում եմ։ Էրնա, հանգիստ։ Ավո։ Ցավը տանեմ, ես չեմ հասկանում։ Կնոջս բերել են որ կարգավորվի, թե ավելի վատանա։ Դոզան ավելացրեք, դոզան։ Դուրս եկեք։ Բրոդ ոնց որ գծի ես անգլա։ Թողեք հանգստանամ, դուք ինչի չեք խմում։ Հանգստանալը խմելու հետ ինչ կապ ուներ է։ Մեծ, չգիտես։ Ռուբոն ինչ էր զանգել։ Դուրսը 2 ժամ զրույց էր անում։ Էջ, անկապ։ Անգել Ռուբոն երբ որ քեզ զանգում է, դու մինիմումը 2 օրից ընկնում ես փորձանքի մեջ։ Կամ այդ ես զանգեմ Ռուբոնին միամիտ ինքն ունի փորձանքի մեջ։ Սարիկ լավ էլի ինչ ես ոգևորվել։ Լավ բան էր մարդը առաջարկում։ Ինչ լավ է։ Ապա դες փողոցային բոյեր կա, ինչ որ թաքուն տեղ են անում, գրողինը լավ փող են տալի։ Ասում չէ ով ջան։ Հենց զանգում է Ռուբոն, մինիմումը 2 օրից Լեոյի գմփունը լսվում է։ Ընկեր ինչ ես ուզում։ Մարդը լավ բան է փորձում իմանալ անի, լավ առաջարկ է անում։ Լեո, տենց բոյերը չեն կարա լավ բան լինեն։ Ինչքան փախած թմրամոլ խաղամոլ կա գալիս է այդտեղ ու ամեն գնով փորձում է հաղթի։ Ապա ինչ որ մեկը կարա իմ հետ կապնի։ Ինձնից լավով պետք է կապնի։ Ինգեր տեստերում կանոններ չկան։ Ես էլ անկանոն կկապնամ։ Ոնց որ գլխի տալի արդեն։ Էլանք։ Վստակ ենք էլի։ Էլանք մակրուտի։ Հա, հեսա եկանք։ Չմտնես տենց տեղեր Լեո։ Էդի լավ բանի չի բերելու։ Արի, գնացինք։ Գավը ջան, են ասերների ամանը ձերքից ծնկավ աշկը չի տեսնում, չեմ կարողանում հավաքել։ Արի օգնի, ինչ կլինի։ Համեր զանգի տես աղբերը տուր գնաց անհանգիստ է։ Պապի, հեսա որ վիճակս կարգավորվեց,
Ես գնալու եմ աշխատեմ, դու էլ դուրս ես գալու գործից։ Տղա ջան, ես կգժվեմ առանց աշխատել։ Չես գժվի, պապ, հələ որ հանգստանալուց ոչ մեկ չի գժվել։ Տղա ջան, հիմա դա քննարկելու ժամանակը չի։ Արի օգնի հավաքենք ու զանգի աղբերը տեսուրա։ Ես մեղավոր եմ զգում ինձ Լեոյի համար։ Ոչ մեղավոր մի զգա։ Ամեն ինչ ճիշտ է արել։ Քո պես ով է իր աղբորը սիրում։ Այնպես որ հանգիստ եղի ու զանգի տեսուրա ու արի մոտս։ Հավատ եմ։ Թույլ եմ, անօգնական եմ, լուծում չեմ գտնում։ Ես էլ եմ մարդ, ինձ էլ է կարելի։ Կներես, իմ պատճառով եղավ։ Հայրն աղջկա վրա ձեռք բարձրացնելու պատճառ չի կարող ունենալ։ Այդ շատ հստակ է։ Մամ, ուղղակի ձեռքիցս որ քաշեց, ես հավասարակշռությունս կորցրի։ Վերջ։ Այն տղամարդով մի հայացքով ամբողջ ընտանիքը սաստում էր, հիմա ծեծ ու ջարդ է անում։ Ես մտածել եմ, որ իմ ընտանիքում դա երբեք չի լինի, երբեք։ Ու խնդրեմ։ Խնդրում եմ, արի մոռանանք, անցնենք առաջ, լավ։ Չէ, բացառված է։ Պիտի խոսենք, ու խոսենք անդադար։ Ոչ սանձարձակ կինն է բանի պետք, ոչ էլ սանձարձակ տղամարդը։ Եթե տղամարդը կնոջ վրա ձեռք չի բարձրացնում, ասում ենք լավն է։ Լավը չի է, տղամարդը։ Եթե տղամարդը կնոջ վրա ձեռք չի բարձրացնում, դա տղամարդուն հավելալացական չի ավելացնում։ Կներես հորդ մասին եմ խոսում։ Բայց դու պետք է մի բան հասկանաս, մեկ ընդմիշտ, որ դու նման վերաբերմունքի արժանի չես, ոչ հորից հետ, ոչ ինչ-որ այլ տղամարդուց, ոչ կողակցից։ Եթե հայրդ նման կերպ է վարվել, չմտածես, որ մի օր կողակից է տանի, դա նորմալ է, դա նորմալ չի։ Դու ինձ միշտ մեղադրում ես, որ ես հորդ կողքին եմ, նրան արդարացնում եմ, ընդունում եմ։ Իսկ հիմա ճիշտն եմ ասում եմ այն ինչ մտածում եմ։ Հայրդ սխալվել է, հայրդ սայթաքել է։ Լավ, ես գնամ լվացվեմ, դու էլ գնա հանգստացի։ Հալեո։ Իմ աշխարհ, ո՞նց ես։ Ված դու։ Նույնից։ Բա ինչ անեմ, որ տրամադրությունը թե հենց հիմա բարձրանա։ Խմացես։ Դե հա, տենց մի երկու բաժակ տղեկի հետ խմել եմ, հիմա էլ դուրս ենք եկել մաքրոտի մի քիչ քայլենք։ Բարձա։ Ասում եմ, բա ինչ անեմ, որ տրամադրությունդ մի քիչ բարձրանա։ Գնատուն։ Հենց իմանամ տանն ես, տրամադրությունս կբարձրանա։ Թե գամ քո մոտ։ Նայ, հա, հաստատ եկող եմ, գիտես։ Ես տանը չեմ։ Ոնց թե։ Բա ուր ես։ Այս ժամին։ Եկել ենք մամայի հին տուն։ Ստեղ ենք մնալու։ Այդ հորդ նախաձեռնությունն է։ Մաման որոշեց, որ տենց ճիշտ կլինի։ Ված չի։
Ամեն ինչ շատ վատ է, Լեո։ Լավ, հասցե ուղարկի գամ քո մոտ։ Լեո, գնա տուն։ Մինչև չգամ, քեզ չտենամ, տուն չեմ գնալու, վсё։ Լեո, Ջոն, գնա տուն։ մինչև քեզ չտենամ, տուն չեմ գնալու։ Ամել ոնց ես մտածում, ես կարող եմ տուն գնամ, երբ դու տենց վատ վիճակում ես։ Լեա, իմ աշխարհ, քեզ այնքան շատ եմ սիրում, աշխարհի չափ։ Ես էլ քեզ Աշխարհի չափ, չէ՞։ ավելի շատ։ Վախ։ Դե լավ, հասցեն ուղարկի, գամ քեզ տեսնեմ, հետո փոկվեմ տուն, որովհետև քիչ-քիչ աչքերս կպնում են։ Իմ տուն գալու պայմանը հիշում ես, չէ՞։ Կարիք կա նորից ասելու։ Պապ ջան, դե Գրիշո, աղջկա հետ եմ խոսում։ Հիշում ես պայմանը։ Չէ։ ոնց չեմ մանան։ Աղջիկ ջան, իմ հետ շատ ու շատ կշիռով մարդիկ չեն փորձում խաղան։ Դու ով ես, որ ինձ խոստումներ տաս ու չանես։ Պապայի տասա հետս սենց չխոսա։ Չէ դու ոնց որ լրիվ ես խառնել։ Գրիշո, աղջկան ինչի չես ասել, որ մեր տան մեջ ես եմ ասում, ոչ թե ինձ են ասում։ Կլիկ կներես էլի պապ ջան։ Մանան լավ էր մինչև այս պահը, ինչ եղավ հետդ։ Նորից եմ ասում։ Հիշում ես պայմանը։ Չէ։ Դուք ձեր պայմաններն եք առաջ քաշում հաշվի չառնելով իմ ցանկությունները։ Մանան, Ինչ։ Լավ։ Եթե ես էլ եմ արդեն մակունց, ուրեմն բոլորով համախմբվում ենք ու մոռանում ենք Սարգսյաններին։ Այսինքն հանգիստ ենք թողնում ու մոռանում ենք իրանց գոյության մասին։ Վատ ախորժակ չունես։ Եկած չեկած ախորժակդ բացվել է, հա։ լսի նեշի մենք քնում հելնում այդ Սարգսյանների տենք տենում երազներիս է։ Բայց պապանքը մտածի այդ ուղությամբ, չէ, պապ ջան։ Բայց ուր են մաման Լեան։ Տանը չեն։ Հա ուր են բա։ Մամ, Լեոներ զանգել ու Ու ասեց, որ քեզ ներքևում սպասում է։ դե դեռ չի սպասում, բայց ճանապարհին է գալիս է։ Արժեր, որ մեր հասցեն սենց շուտ տայր։ Պնդեցի, ես էլ տվեցի։ Ու հիմա եկել ես թույլ տվություն ստանաս, թե կարող ես իջնել հետը հանդիպել։ Հա։ Ուրեմն գնա։ Լուրջ, մամ։ Այդ չէր քեզ պետք։ Դե հա։ Գնա հանդիպի, բայց շուտ կվերադառնաս։ Մամ, բայց ոչինչ, որ քեզ մենակ եմ թողնում։ Ոչինչ, ես ուզում եմ մենակ մնալ։ Մամ, խնդրում եմ, կներես ինձ, որ իմ պատճառով ստիպված ես քո ընտանիքից, քո սիրելի մարդուց կտրվել։ Բա դու ով ես։ Դու իմ ընտանիքը չես։
ուղղակի դու ու պապան ուրիշ ձև եք իրար հետ կապված։ Ես գիտեմ, որ քո համար շատ ծանր է իրանից հեռու լինել։ Գնա, երևի արդեն սպասում է։ Գնա։ Ատում եմ ինձ։ Ատում եմ քեզ ինձնից շատ սիրելու, քեզ ինձնից բարձր դասելու, իմ անձը մոռացած քո եսով ապրելու համար։ Ասեցի ու եկա։ Ապրե շատ որ եկար։ Իրականում շատ ունեի քո կարիքը։ Համ կարիքս ունեիր, համ էլ տուն էիր ուղարկում։ Լավ, որտեղ խմած ես։ Ո՞վ է խմած։ Նայ, մի ոտի վրա վազում եմ ունեցին։ Ահա։ Այ։ Լեո լավ հավատում եմ հետ արի։ Համ էլ դու ինձ երկու ոտքով ես պետք։ Լավ դե, հիմա ասա տենամ էդ ոնց ստացվեց, որ մակունցների բանդից դուրս եկաք դու ու մամատ։ Ինչ ա եղել, Լեա։ Պապան կոպիտ վարվեց հետս, մաման էլ պաշտպանեց։ Հասկացա, բա անտիպետ հունանն էլ ջղայնացավ ու ձեզ տնից դուրս հանեց, հա։ Խելոք մնա, Լեո։ Ճշտից չեն նեղվում, Լեա։ Պապան չի մեզ տնից հանել, Լեո։ Ես ու մաման ենք գնացել։ Իրականում հալոդեց, որ պապատ թողել է, արդեն ինչ-որ առաջընթաց կա, գովելի է։ Իրականում շատ ծանր շրջան է։ Ու մամայից շատ դժվար է պապայից հեռու լինելը։ Դե հա, հեշտ չի, բայց ասամ, որ մամայի տոկտին է։ Ոնց որ։ Գնանք ես կողքի այգին իրար հետ մի քիչ զբոսնենք, համ էլ կցրվես։ Լեո, բայց շուտ պետք է տուն գնամ։ Որ մի քիչ էլ ինձ ջղայնացնես, ընդհանրապես տուն չես գնա։ Գնացի։ Այ։ Հոպ։ Հոպ։ Հեն պապում են մաման ու Լեան։ Կարող է դեմ են իմ գալու։ Գրիշո դու լավ կանաս հիմա աղջկան տունը ցույց տաս։ Թե չէ իմ մամատքով ինչ ասես անցավ։ Դե նեցա իմ մտքով էլ է 1000 բան ասում պապ ջան, ասա ուր են էլի մամանք։ Մի քանի օրով գնացել են հանգստանալու։ Պապ ջան, հասկանալի էր, որ մամանի մոտ չէիր ուզում պատմել, բայց ինձ պետք է ասես ինչ ա եղել։ Մամատը քուրդ որոշել եմ իմ դեմ դուրս գան։ Ու չեն գիտակցում, որ ինչ-որ մեկը իմ դեմ դուրս եկավ, ինչ ասես կարա լինի։ Հա, բայց ինչ ա եղել։ Քուրդ սիրո կռիվ է տալիս։ Մամատ էլ պաշտպանում է։ Ես ինձ ինչ հիշում եմ, մաման ամեն հարցում քո կողքն է։ Քրոջդ մի երկու հատ քաշ քշեցի, մամատ էլ նեղվեց։ Ոնց խփել ես։ Հա։ Պատկերացնում ես ինձ ուր է հասցրել։ Ավելի մանրամասն պատմի տենամ ինչ ա եղել էլի։ Գրիշո, ես հիմա այդքան ժամանակ չունեմ։ Բայց իմացի, որ մամատ քրոջդ պաշտպանելով վերցրել գնացել է տնից։ Բայց ոչինչ։ Այդ ժամանակի հարց է, կլուծվի։ Լավ, պապ, ես ինչ ես պատմում։ Առաջի անգամ եմ լսում, որ մեր ընտանիքում սենց խնդիր ա եղել։ Մաման առաջի անգամ ա քեզնից գնում։ Լավ, ես մեկը ինձ թվում է դու լրիվ չես պատմում, ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Քուրդ ու մերդ իմ համբերությունն են չափում ոնց որ։ Բայց չգիտեմ, որ գժվեցի ինչ կարա լինի։ Լավ, բա գոնե մոտավոր գաղափարում ես ուր կլնեմ, գնամ հետևներից։ Դու լավ կանես հիմա գնաս քո ապագականոջով զբաղվես։ Լավ, ականջդ չմնաս դռան տակ։
Սիրբիլ քեզ։ Պապան ինչ ասեց, մամատու Լեանուր են գնացել։ Այս փաստորեն կիսատ բռատ ես, հա լսը, շատ ավելի լավ։ Արի հետնեք Ուր։ Արի էքսկուրսիա անեմ տան մեջ, արի։ Չէի սպասում, որ սենց շուտ կգաս։ Ես էլ չէի մտածում, որ առանց քեզ երկար չեմ ձգի։ Ես էլ նոր խաղա։ Ինա ես ու դու խաղից դուրս եք։ Սպասում եմ շնորհակալություն հայտնեմ դրա համար։ Չի ուղղակի ուզում եմ հասկանամ իմ փոխարենում էր սպասում։ Նորից եմ հարցնում։ Ում էր սպասում։ Ես էլի վիճելու ցանկություն չունեմ։ Ինքնահաստատվեցիր, եկար, հանգստացար։ Դե հիմա հավաքվի գնում ենք տուն։ Լավ չէ էլի, որ ինձ դու այսքան տարի չես ճանաչում։ Դու էլ ինչ չես ճանաչում։ Թե համբերությունս ես ուզում չափես։ Մենք քո բռնավորները չենք։ Իմ հանդեպ ձեռքերիդ ազատություն տվեցիր, կուլ տվեցի։ Շարունակեցի մնալ կողքիդ, քեզ աստվածացնել։ Նույնը Լեայի հանդեպ թույլ չեմ տա։ Ինա, ես մեր աղջիկը թշնամին չեմ։ Թշնամին ես, եթե չես թողնում երջանիկ լինի։ Ում հետ երջանիկ լինի։ Այդ հարցը դու քեզ տվել ես։ Լեոյի։ Թե ուզում ես հիշողությունը թարմացնեմ։ Չէ, կարիք չկա։ Բայց ինչ կարող ենք անել, եթե մեր աղջիկը չի ուզում հրաժարվի իր սիրուց։ Հա։ Դրա համար երևի աղջիկը տարար եկար ստեղ, որ ազատություն տաս։ Ուր է աղջիկդ։ Ուրա։ Դրա հետ է։ Թե ուզում ես էլի արյուն թափվի։